Հոգևոր հայրեր, pedagogan, ուսակցական և միութենական ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, սիրելի ընկերուներ և ընկերներ, և շատ սիրելի երիտասարդներ և բադայիններ։ Դաշնակցության օրվան տոնագադարության համախմբումի այս պատկերը հերթական անգամ կարձանակրե, որ մեր ժողովուրդը կշարունակի կանգնել դաշնակցության կողքին և զորավիք անոր հայտարարած բոլոր առաջադրանքներուն։ Ժողովրդային այս համախմբումը կբարդավորեցնե նաև մեզի ժողովրդին ներկայացնելու մեր աշխատանքներուն հիմնական բաժինները, զեկուցելու անոնց մասին, անդրադառնալ դժվարություններուն և դարձյալ ժողովրդին ապավինելու իրականացնելու համար մեր ծրագիրները։ Ժամանակներն ու պայմանները ծանր են մեր հայրենիքին, հայ եկեղեցվո, մեր ժողովրդին, Լիբանանի և լիբանանայության համար։ Ոչ միայն գործունեած ենք մեր երկրորդ պետականությունը, Արցախ աշխարհը, այլ նաև ունենք բռնատեղանված Արցախայություն։ Հայաստանի Հանրապետության տարածքներն ներխուժված են թշնամիի զինյալ ուժերու կողմէ։ Եկեղեցու հանդեպ իշխանություններու վարած քաղաքականության հետևանքով մտահոգիչ տարողությամբ կխորանան բարակդումի երևույթները։ Պայմանները ծանր են նաև միջին արևելքի շրջանի մեջ։ Անորոշ է իրավիճակը։ Տարածաշրջանի մեջ կփոխվին ուժերու հավասարակշռությունը, վարչակարգեր կտապալին, պատերազմներ կփրկվին, նոր ներխուժումներ կկատարվին։ Մեծ պետություններու զինվորական և քաղաքական հաշիվները այս տարածաշրջանի մեջ կմաքրվին, մինչ կդուժեն, կնահատակվին, դեղան կդառնան ժողովուրդները։ Ականատես կլանք ցեղային զտումներու, նոր դեղահանումներու, ավերներու և կանտումներու։ Միջազգային ընտանիքի գոչերը կմնան անլսելի և որևէ ձևով չեն կնարգասեցնել այս ընթացքը։ Շրջանային ուժերու հավասարակշռությունները և ազդեցության պայքարները սուրբ ու նյութ կստանան, զինվորական բախումներով հատկանշված։ Լիբանան անմասն չի մնար այս կացութենեն։ Հանրապետության նախագահի ընտրությունը, վարչապետի նշանակումը և կառավարության կազմությունը սկսած էին հուսադրիչ քայլեր նկատվել երկիրը դուրս բերելու համար ամեն տեսակ ճգնաժամային վիճակները։ Դաշնակցությունը շարունակեց գերադասել երկխոսությամբ հարցերը լուծելու ընտրանքը։ Այս ընտրանքն էր, որ կհաջողեր ապահովել պետական հաստատություններու, կամ ընտրություններու և նշանակումներու անխափան ընթացքը։ Մենք պիտի շարունակենք սադարել պետականության հզորացման և երկիրը ճգնաժամերեն դուրս բերելու նախագահական և կառավարական ծրագիրները։ Այժմ պահանջվածը հիմնականի մեջ դիմադրության զինաթափումն է։ Որևէ գործընթացի առաջ պայման է, որ Իսրայել դադրեցնե հարձակումները և իր ուժերը հեռացնե լիբանանյան հողերեն։ Եթե չկան երաշխիքներ, եթե չկա խաղաղություն հաստատելու համար գոյացած որոշումներու գործադրության բարդատրանքներ բոլոր կողմերուն, ապա զինաթուլը, կայացած համաձայնությունները և ՄԱԿ-ի որոշումները կմնան բոլոր օդի մեջ և այս վիճակը փաստորեն կշարունակվի։ Նույն անորոշությունն է նաև տնտեսական մակարդակի վրա։ Տրամադրներու խոստացված բարենորոգումները կշարունակեն մնալ խոստումներու մակարդակի վրա։ Քաղաքացիներու անհատական հաշիվներն ու գումարները սարեցված են, այս իրավազրկումի կացությունը փոխելու համար կսպասվի արտաքին օժանդակություններ, որոնք նույնպես պայմանական են։ Տնտեսական վերականգնումն ու խաղաղության հաստատումը պայմաններ ունին, քին ունին, որ դակավին ըստ երևույթին պետք է վճարե Լիբանանը։ Դաշնակցությունը Լիբանանի մեջ կհավատա, որ օրենքի հաստատումը, պետության հզորացումը կարելի է իրագործել միաժամանակ հասարակության մեջ արդարության հաստատումով։
քաղաքացիներու ոչ միայն ֆինանսական իրավունքները վերադարձնելով, այլ նաև անոնց նկատմամբ ընկերային ծառայություններ դրամատրելով։ Բժշկական ծառայությունն մինչև գրթական, ընկերային օժանդակություններն մինչև թղթապանական գործեր, պետությունը իր մեջ ակնկալված բարդավորությունները կատարելու հրամայականին առջև է։ Այն ուժերն ու պետությունները, որոնք կակնկալ են, որ Լիբանանի պետությունը վերստին կայանա, պետք է իրենց օժանդակությունները չզլանան անոր, այլապես վիրավոր Լիբանանեն պահանջելը առանց օժանդակելու գործնապես կնշանակի միակողմանի զիջումները սպասել այս երկրեն, որ անմիջականորեն պետք ունի խաղաղության և վերականգնումի։ Գիտակցին անշուշտ, որ արտաքին աշխարհեն պահանջներ ունենալը նախ ներքին միասնականություն կենթադրել։ Բոլոր համայնքներուն և լիբանանյան քաղաքական դաշտը փակացնող ուժերուն միջև համախոհություն, Լիբանանի շահերու կերատասում և շրջանցում հատվածական մոտեցումները։ Այս առաջադրանքով միշտ ներկայացած է դաշնակցությունը Լիբանանի մեջ, բոլոր կողմերեն ակնկալելով քաղաքական երկխոսությամբ հարցերու լուծում տալու միակ ընտրակի որդեգրումը։ Ամբողջ քաղաքացիական պատերազմի ընթացքին վեճերուն չներկաշվիլը, հրահրված պատերազմներուն չմասնակցիլը, զենքի չդիմելը, այլ երկխոսությամբ հարցերը լուծելու հրամայականը մնացին դաշնակցության քաղաքական ուղեկիցին առանցքը։ Միջհամայնքային համագեցությունը միակ գրավականն է այս պետության արդյունավետ գործունեության։ Այդ համախոհությունը նախ եւ առաջ հիմնված պիտի լա համայնքներու իրողական ներկայացուցիչներով։ Եթե քաղաքական առանցքով կազմվին կառավարությունները, ապա այնտեղ պիտի ներառվին համայնքի հետ աղերս ունեցող, համայնքային հավաքական կյանքին մաս կազմած եւ համայնքը ներկայացնող ուժերու կողմէ առաջադրվածները։ Եթե մասնակիցները փակացած պիտի լա կառավարությունը, ապա դարձյալ համայնքի կենտրոններեն պիտի առաջադրված լանանոնք։ Այլապես կխախտի գշիրը, թյուրապեք կլա համախոհությունը եւ շրջանցված կլա համայնքի կամքը։ Նշանակումները պետական պաշտոններու համար անհրաժեշտ է, որ ընտանան նույն դապահությամբ, մինչև այնադեն, որ համայնքային դրության հիման վրա կազմվին մարմիններն ու պետական պաշտոնները, ապա այս կանոնը պետք է կիրարկվի կենտրոնական տրամադունի փոխկառավարիչներն սկսյալ, մինչև նախարարներ, մինչև դիվանագիտական կազմեր, մինչև պետական պաշտոնյաներ։ Ընդունելի չէ համայնքի իրավազրկումը։ Դաշնակցությունը պիտի շարունակի հետամուտ լինել համայնքի իրավունքներու պաշտպանության, բոլոր կողմերուն հետ խոսակից մնալու, մեր իրավունքները պաշտպանելու եւ որոշումներու անկախությունը պահելու այս սկզբունքները պիտի առաջնորդեն մեզ հառաջիկա խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքապետական եւ քաղաքապետական ընտրություններու փաստեցին, որ դաշնակցությունը բաց է երկխոսության եւ գործակցության, դարանչադելով ընդրական դաշինքը քաղաքական համագործակցութենեն, մենք խորհրդակցություններ արդեն իսկ ունենանք բոլոր շրջանակներուն, քաղաքական հոսակներուն եւ գուսակցություններուն հետ։ Պատրաստ ենք նաեւ գործակցելու բոլոր անոնց հետ, որոնք կհարգեն մեր իրավունքները, կընդունին մեր սկզբունքները եւ իրենք եւս հետամուտ կդառնան, որ չշրջանցվին համայնքներու ինքնուրույն որոշում կայացնելու դրույթները։ Վերջին շրջանին լիբանանյան մամուլի եւ լրատվամիջոցներու մեջ շատ խոսվեցավ դաշնակցության ընդրական ուժին, գարելիություններուն եւ հավանական գործակցություններու մասին։ Բոլորը կմնան ենթադրություններու եւ քաղաքական հաշվարկներով դաշնակցությանեն ակնկալություն ունենալու սահմաններու մեջ։ Այս ձիրի մեջ ալ փորձ կկատարվի դաշնակցության ընդրական ուժը դգարացած ներկայացնելու, որովհետեւ այս կամ այն կողմը հաջողի տեխնազու բարդատրել մեզի, քաղաքական դիրքորոշում ճշտել մեր փոխարեն։ Տաղապետական եւ քաղաքապետական ընդրությունները փաստեցին,
որ Դաշնակցության ընդրական մեքենան գշարունակե կորձել արդյունավետ եւ գազմագերբված ձևով, նույն գազմագերբվածությամբ եւ հայկական քվեն դեպի համայնք առաջնորդելով, Դաշնակցությունը պիտի առաջադրե խորհրդարան հասցնել համայնքի կյանքին հաղորդ Լիբանանի քաղաքացիական շահերն ու համայնքային իրավունքները զուգահեռ ձևով հետապնդող հայկական երեսփոխանական բլոկ, որ պիտի շարունակե ավանդական վարկագիծը։ Մեր բլոկը պիտի աշխատի այնպես, որ համայնքներուն եւ զանոնք ներկայացնող ուժերու միջև գոյանը արդյունավետ համագործակցություն, քաղաքացիին շահերը եւ համայնքին իրավունքները պաշտպանելով հայկական երեսփոխանական բլոկը պիտի շարունակե Լիբանանի մեջ պաշտպանել քաղաքական կորզոնի իր հանգամանքը։ Խորհրդարանական ընտրություններու շեմին Դաշնակցությունը կներկայացնե իր ընդրական պլատֆորմը, իր ընդրական գործակցություններուն մասին զեկուցում կտա իր ժողովրդին, կներկայացնե իր տեխնազուները եւ մանրամասն կբացատրե հայկական անկախ գվեի կարևորությունը, վստահելով իր ընդրազանգվածի ուժին, որ պիտի մերժե հայ համայնքի ներկայացվածությունը դրամատրել այնպիսի տեխնազուներու, որոնք կապ չունին համայնքին հետ, հայության հետ, որոնք անհաղորդ են լիբանանահայության խնդիրներուն եւ յուրահատկություններուն։ Գիտակցինք, որ Լիբանան տարբեր տեսակի արհավիկների հետ լիբանանահայ համայնքը կդիմակրավե զանազան խնդիրներ։ Հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի կենտրոնական կոմիտեի առաջնահերթություններու շարքին է մեր համայնքի գարեկավոր խավի օժանդակության լծված բոլոր բարեսիրական միություններու սադար կանգնիլը։ Այս պատճառով գաղութի մեջ գործող բոլոր հայկական բարեսիրական միություններու պատասխանատու մարմիններու հետ մեր հանդիպումները առիթ ծառայեցին այս առաջադրանքի կատարման։ Լսելով անոնց զեկուցումները եւ հոն երեսած դժվարությունները, կենտրոնական կոմիտեն կաշխատի այդ դժվարություններու հաղթահարման եւ ընկերային ծառայություններու ընդարձակման համար իր օժանդակությունները բերելու։ Բժշկական, տեղորայքի, հիվանդանոցային կամ սնունդի հետ կապված խնդիրներ, այս բոլորը մնայուն օրագարկի գետեր են կենտրոնական կոմիտեին համար։ Նաեւ մեր բոլոր կոմիտեները գրեթե առօրյա դրությամբ կշարունակեն հասնել մեր հայրենակիցներու գարիքներուն։ Գիտակից ենք, որ այս խնդիրները ժամանակի ընթացքին պիտի սաստկանան եւ մենք բարդավոր ենք լուծումի համար նոր ծրագիրներ մշակելու։ Հերու ուսահատուտեն է։ Մենք կհավատանք, որ լիբանանահայության ընկերային եւ բարիսիրական գարույցներու համագործակցությամբ եւ աշխատանքներու համացումով մեր ժողովուրդը կարողություն ունի հաղթահարելու այս դժվարությունները։ Երկրորդ կարևոր ուղղությունը գրթական մարզն է։ Լիբանանահայ վարժարանները ամբողջ սպիրկի մեր հավաքական կյանքին համար մարդուժ արդատրող հաստատություններ են։ Այդպես եղած է ժամանակին, այդպես է այսօր եւս։ Հայ դպրոցը աբակա սերունդի գրթության եւ ընկերային ապահովության երաշխավորում են անտին, նվիրական առաքելությունն է այդ սերունդի հայեցի գրթությունն ու դաստիարակությունը։ Լիբանանի մեջ գործող ազգային, եկեղեցական, ուսակցական եւ միութենական համասպիրկյան գարույցներու հիմնակարը հայ դպրոցն է, որ այսօր կդիմակրավե դակնապ։ Աշակերտության TV, ուսուցչական մարտուժի, արևմտահայերենի պահպանման եւ հայեցի դաստիարակության հետ կապված զանազան խնդիրները զուտ գրթական փունույթ չունին։ Անոնք քաղաքական են նաև։ Քաղաքական են, որովհետև մեր համայնքի ուժականության հետ կապված են։ Մեր գարույցներու դգարացումն է մեր քաղաքական ուժին, հետևաբար ամբողջ համայնքին։ Այս հիմնավորումներով էր, որ Հոյիտալի բանի կենտրոնական կոմիտեն ցերնարգեց հայկական բոլոր վարժարաններու դնորենություններուն եւ պատասխանատու գազբերուն հետ առանցին հանդիպումներ, յուրաքանչյուրեն լսելու համար իրավիճակի մասին մանրամասն տեղեկություններ, բայց մանավանդ դիմակրաված դժվարությունները եւ զանոնք դիմակայելու միջոցներու մասին անոնց պատկերացումները։
Լիբանանահայ վարժարան այսօր գարիք ունի բոլորիս անվերաբար զորակցության, որբեսի հայ ուսուցիչը, դպրոցի դնորենը, դպրոցի լաբահով ու գայուն կատարելու համար իր առաքելությունը։ Բարդավոր ենք բոլորս իբրև գրթական պատասխանատու մարմիններ, հարանվառություններու ղեկավար գազմեր եւ գուսակցություններ միասնապար լուզում բերելու այսօրվան տնտեսական, գրթական, վարչական եւ մարդուժի դժվարություններուն։ Եթե դուժե հայ դպրոցը, գդուժե հայ համայնքը, գդուժե ամբողջ սպիրկը, դակնապներն ու դժվարությունները կվերապերին բոլորիս, Կենտրոնական կոմիտեն այս հարցերուն շուրջ կանոնավոր հերթականությամբ խորհրդակցություններ կունենա հայ քաղաքական կուսակցություններու ներկայացուցիչներուն եւ դարբեր միություններու պատասխանատուներուն հետ։ Մենք պիտի շարունակենք ավանդական ուղեկիցը թե ներհայկական միասնականության եւ թե լիբանանյան երկխոսության եւ միջհամայնքային համագեցության։ Հարգելի ներկաներ, պայմանները, այո, իրավամբ տագնապալից են։ Միասնապար աշխատելու, թե հայրենիքի մեջ կատարվող ձայնրակույն իրադարձություններուն դիմաց միասնական գեցված ճիշտելու, թե հայ եկեղեցու դեմ սկսած արշավը գասեցնելու, միասնապար պայքարելու եւ թե լիբանանահայության դիմակրաված դակնապները համագարկված ցևով դիմակայելու։ Պատմության զանազան հանգրվաններուն ստեղծված ճգնաժամերուն եւ հուսահատական պայմաններու մեջ դաշնակցությունը հաջողած է ոտքի կանգնել եւ իր հետ ոտքի հանել ամբողջ ժողովուրդը։ Դաշնակցությունը ուժերու համախմբում է, իսկ համախմբումը ուժ է, ու այդ ուժը անհրաժեշտ է դարբեր տեսակի ճգնաժամեր լուծելու համար, այդ ուժի աղբյուրը ժողովուրդն է, հայ ժողովուրդը։ Ուժի այդ տարավոր աղբյուրը ցամքեցնելու փորձ կկատարվի այսօր հայրենիքի մեջ։ Հրաբարակ նետված են գեղձ օրագարկեր, որոնք կխորացնեն հասարակության բաժանումը, մեր ինքնության, պատմության եւ արժեքներու խորհրդանիշները կենթարկվին հարձակումներու։ Արարատը կներկայացվի իբրև ոչ հայապատկան։ Արարատը, որ համայն հայության համար խորհրդանիշ է մեր քրիստոնեական էության ամբողջական հայրենիքին, մեր յուրաքանչյուր բռնակրաված դարածքի վերստին ազատագրումին։ Սպիրկի մեջ անիկա խորհրդանիշ է անթուլ պայքարի գամք, արդարության եւ իրավունքներու վերականգնումի համար։ Անոր քակատի նվաճումը առաջադրանք է բոլորիս, վերականգնելու համար մեր հայրենիքը, մեր բռնակրաված պատմական բոլոր իրավունքները։ Խորհուրդ կդրվի Արարատը փոխարինել Արաքածով։ Այս գեղձ հագատրությունը այսօրվան իրական Հայաստանը հագատրելն է պատմական Հայաստանին։ Այս գեղձ օրագարկին հետամուտ ուժերը գուզեն մորցնել տալ, որ այսօրվան իրական Հայաստանը հիմնակարն է վաղվան գերդելի Հայաստանին, պատմական Հայաստանի վերականգնումին։ Մորնալ հայապատկան դարածները կնշանակե արձանագրել երկրորդ հանձնվողականությունը Արցախեն ետք։ Գործող իշխանությունները սկսած են իրենց ճաշակով մեկնաբանել նաև հայոց պատմությունը, դարձյալ գեղձ հագասություններով հայոց պատմությունը վերածել Հայաստանի պատմության, հագատրել պետությունը ազգ եւ ժողովուրդ հասկացողություններուն, պետական շահերը զադորոշել ազգային շահերեն, ներկայանալ միայն Հայաստանի այսօրվան սահմաններում մեջ ապրող հայության կառավարություն, անչադելով ամեն կապ հայկական գազམ-երբված սպիրկի հետ։ Այս բոլոր քարոզչական եւ քաղաքական քայլերով իշխանությունները կպատրաստվին փոխել սահմանադրությունը եւ անկախության հռչակագրի հետ սահմանադրական կապը վերացնել։ Այնտեղ ամրագրված Արցախի վերամիավորումը, ցեղասպանության ճանաչման սադար կանգնիլը եւ պատմական արտարության վերականգնումը դուրս բերել սահմանադրությունեն, այդպիսով հաստատելու համար երկրորդ հանձնվողականությունը։ Այս ամբողջ ընթացքը գասեցնելու առիթը հարաճիգա հունիսին Հայաստանի մեջ տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններն են։ Ինտիմատիր ազգային բոլոր
ուժերու համախմբումը կրնագասեցնել այս կահավեժ ընթացքը։ Խորհրդարանական ընտրությունները արիթ են պետությունը վերստին ազգային ուժերուն հանձնելու եւ անգեի հետ ոչ ըսելու սահմանադրության փոփոխության։ Այո, Դաշնակցությունը առանցքային թեր վերցուցած է պետականությունը վերստին ազգայնացնելու այս պայքարի մեջ։ Սպիրկի համայնքներուն հետ կայացած հանդիպումներու ընթացքին իշխանություններու ներկայացուցիչը հայտարարեց, որ վերանգախացում են 30 տարի Դաշնակցության քաղաքապարախոսությունը եղած է դիրական եւ բոլոր ուժերուն եւ գուսակցություններու քաղաքապարախոսության մեջ առանցքային, ապա հայտարարած, որ այժմ ավարտած է այդ քաղաքապարախոսությունը եւ հիմա իրական Հայաստանի քաղաքապարախոսությունն է, որ պիտի դառնա առաջնահերթ բոլորին համար։ Ու ոչ գսենք այս մոտեցումներուն, վճռական ոչ, որովհետև Դաշնակցության քաղաքապարախոսությունը ազգային քաղաքապարախոսություն է, որ գոյություն ունեցած է Հայկ Նահապետի օրերեն, մինչև Ավարայր, մինչև Սարդարաբադ, մինչև Արցախ։ Այդ քաղաքապարախոսությունը ժողովրդի եւ հայրենիքի պայքարի նվիրված քաղաքապարախոսությունն է։ Այն ժողովուրդը, որ կհավատա ամբողջական Հայաստանին, այն ժողովուրդը, որ գերդեց մայիսյան հերոսամարտերը, այն ժողովուրդը, որ ազատագրեց Արցախը, այն ժողովուրդը, որ վերանգախացուց մեր հայրենիքը, այն ժողովուրդը, որ հավատարիմ պիտի մնա անկախության հռչակագիրին, այն ժողովուրդը, որ պիտի հերացնե ապազգային իշխանությունները, այն ժողովուրդը, որ Դաշնակցության առաջնորդությամբ կպայքարի վաղվան հզոր հայրենիքին եւ ազգային պետականության համար, նաեւ միևնույն ժողովուրդը, լիբանանահայ հատվածը, դուք սիրելիներ, մենք միասնապար, որ կիցավ բոլորվիր մեր գարյուսներու շուրջ, բահելու համար այս համայնքի անվտանգությունը, որ միշտ առաջին քիզերու վրա գտնվեցավ հայտադի բոլոր տեսակի պայքարներուն, որ հասավ Արցախի ազատամարտին եւ համայն սպիրկին եւ որ իրավամբ գրավեց մեր բանջադիրական զանազան աշխատանքներուն առաջին դիրքերը։ Այն լիբանանահայությունը, որ վճռած է բարձր պահել պայքարի դրոշը, Դաշնակցության դրոշը։ Գեցե Դաշնակցության կողքին հայրենիքի համար պայքարող եւ հաղթանակներ կերտելու հավատք ունեցող հայ ժողովուրդը։ Շնորհակալություն։